Պարոն վարչապետ, մի հանգամանք էլ հիշեցնեմ, էլի կոչ անելով, որ բանկերը ակտիվ մարքեթինգ անեն, բայց այդտեղ նաև ֆիսկալ ճնշում չի լինելու երբեք, որովհետև այս բոլոր վերականգնումները շահութարկով կոմպենսացվում է։ Ցանկացած վերականգնված վարկը ավելացնում է շահութահարկ բանկերում։ Եվ այդ իմաստով ես կարծում եմ, որ պիտի անընդհատ խթանենք ու զարգացնենք այս ծրագիրը, որովհետև ինքը կրկնեմ, ինքը մեզ չի ճնշելու, հարկատուի վրա ճնշում չի, բայց ինքը իրան ֆինանսավորող ծրագիր է, մենք ի սկզբանե տենց ենք դիզայնը արել, եւ ֆոկուս խումբը ընտրվել է նա, որ ըստ էության հիմա այդ վարկերը հարկային դաշտից դուրս են գնացել, դասակարգված դուրս գրված են, հարկ չեն առաջացնում։ Ստեղ մենք նաև դա ենք առաջացնում եւ այդ իմաստով ես կարծում եմ ամեն փուլ պիտի զարգացնենք, նույնիսկ մեծացնենք, խումբը մեծացնենք, սարքենք մշտապես աշխատող մեխանիզմ։ Դա կարգապահության վրա չի ազդի նեգատիվ։ Պարոն վարչապետ, ես կարծում եմ, քանի որ սրա ժամկետ անցումները արդեն այնքան է պրոբլեմատիկ, որ չեմ կարծում, որ մենք իմպուլս ենք տալիս շուկային, որ կարելի է վարկ ստանալ եւ չմարել։ Այս մարդիկ արդեն չմարված վարկի հետևանքը իրանց ռեպուտացիայի իմաստով կրել են։ Եվ դա այո արդեն իսկ պրոբլեմ է, բայց ուզում եք պրոբլեմը չխորանա, որովհետեւ պարկեշտ բարեխիղճ վարկառու եւ չբարեխիղճ վարկառու սահմանը ես կարծում եմ մենք չենք անցել։ Բայց այդ շատ հին վարկերի մասով ուղղակի այլ ընտրանք չկա, պետք է այդ պրոբլեմը լուծենք։ Այսինքն նկատի ունեք մտածենք այն հին վարկերի, այս ծրագիրը տեսնենք ինչ արդյունքներ առնում, կարող է հաջորդ շեմին անցնենք եւ այդպես շարունակ։ Ես մտածում եմ այո, հին վարկերի մասով այո, որովհետև ձեր ասածը հասկանում եմ, մենք չպիտի նենց խթաններ դնենք, որ բարեխիղճ վարկառուն անշահեկան վիճակում հայտնվի, բայց նաև տենց քրոնիկ հիվանդություն սարքել նույնպես չի կարելի, որովհետև կրկնեմ, այս մարդիկ արդեն իրանց վարկային պատմության հետևանքը կրել են։ Մենք այդ տրամաբանությամբ ենք գալիս օգնության։ Եվ միևնույնն է բանկային համակարգը այդ պատմությունը չի ջնջվելու իր մոտ, այնուամենայնիվ հաջորդ անգամ վարկ տալիս ավելի զգուշավոր են վերաբերվելու, այո։ Այդ արդեն որևէ կոմպենսացիայով այդ ռեպուտացիան չես վերականգնի եւ այդտեղ կարծում եմ, այո, խնդիրները հենց այստեղ է խնդիրը, որ շատ դեպքերում մենք առաջնային նշանակություն տալիս ենք փողին գումարին, բայց այդտեղ փողից ավելի արժեքավոր բաներ կան, որը ըստ էության լրջորեն վնասվել են եւ այդ մարդիկ իրենց աշխատանքի արդյունքում ավելի երկար աշխատանքի արդյունքում վարկը փակվելուց, մարվելուց դուրս գալուց հետո, նույնիսկ սև ցուցակից դուրս գալուց հետո ավելի շատ այդ ջանքերը պետքա շարունակեն, որպեսզի այդ վստահությունը համակարգի իրենց նկատմամբ վերականգնի։ Համեցեք։ Պարոն վարչապետ, նա մի քանի թիվել սկզբում սկսվեց խոսակցությունը 340,000 անհուսալի վարկերից, այդ սահմանափակումները դնելուց, որ 1 միլիոնից ավելները բացառվեց եւ մինչեւ 3 տարին բացառվեց, թույվը իջավ մինչեւ 200,000-ի, այսինքն պարոն Գրիգորյանի ասած տարբեր տեսակի չափանիշներ են կիրառվել, նաեւ մեր կողմից ֆինանսական կրթման, միջնորդության ավելացման տեսանկյունից մենք վերջին մի քանի տարիների ընթացքում ամենաշատը բախվում ենք այս խմբի հետ։ Բոլոր տեսակի հարմարությունները ապահովելուց հետո եթե մարդը ունի ԴՀԿ, խնդիր ունի, նա չի ուզում տաքսի վարել, որը քարտին է նստացնում գումարը, անկանխիկ վճարումներ չի ուզում անի, բազմաթիվ խնդիրներ դրանից են բխում, ոչ թե ինչ որ մարդիկ չեն հասկանում, որ դա հարմար ծառայություններ են։ Վճարային ծառայությունների հետո էլ համոզված են որոշակի ցիկլով ամեն բանկ իր ռիսկի ախորժակով կլինեն նաև պրոդուկտներ առաջարկվող, կլինեն փոքր լիմիտներ, հետո այդ փոքր լիմիտները կդառնան մեծ լիմիտներ ու մարդիկ լիարժեք ֆինանսական ծառայությունների կվերադառնան։ Շատ լավ, եթե դիտարկումներ չկան, քվեարկության դնենք հարցը, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։